Զարուկյանին ես մեջ բերեմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մտահոգությունը, որովհետև իրենք նշել էին, որ մարդու իրավունքները պաշտպանը մտահոգված է, որովհետև անհամաչափ ուժ է կիրառվել, ֆիզիկական ուժ, այն պարագայում, երբ այդ մտահոգությունները վերջինս ի սկզբանե ցուցաբերել է որևէ դիմադրություն չի եղել, կիրառվել են ձեռնաշղթաներ, որոնք եղել են անձի դաստակների չափից փոքր։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նշում է, որ որևէ ձևով չէր կարող իրավապահ մարմինները այդպիսի ձերբակալություն իրականացնել։ Ես հիշեցի 2008 թվականին, երբ ձերբակալեցին Սասուն Միքայելյանին եւ նաեւ մի որոշ ժամանակ հետո ձեզ, բայց կարծես թե նույն ձևով չէին վարվում, կար ձերբակալություն, բայց այդ տապալել գետնին եւ այլն չիրականացվեց։ Ուզում եմ հասկանալ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ ամեն ինչ արվում էր, որ նման դեպքերը չկրկնվեն, լիդերների հետ կապված այդպիսի դեպքեր տեղի չունենան, որքանով էր ճիշտ է ձերբակալությունը ձեր տեսանկյունից, որտեղ դուք եք եղել նաև ձերբակալված, ինչպես նաև կուզեմ ձեր թիմից մի հարց խնդրել մեկնաբանեք, տեղեկություններ կա, որ Արայիկ Հարությունյանի հետ կապված ձեր շատ մտահոգիչ տեղեկություն է զեկուցվել, ինչի համար որոշում եք կայացրել նրան չվերանշանակել, Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, քաղաքական կապիտալի տալ իրեն եւ ուղարկել, չգիտեմ, գուցե ազգային ժողով աշխատանքի, որքան են այս տեղեկությունները իրական եւ ինչ տեղեկություն է զեկուցվել ձեզ Արայիկ Հարությունյանի մասին, որի պատճառով նման որոշում եք կայացրել կամ չեք կայացրել, խնդրում եմ հանրությանը թափանցիկ տեղեկություն տաք, որտեղ մշտապես նշել եք, որ ձեր քաղաքական ուժը հանրության հետ թափանցիկ է աշխատում, որևէ տեղեկություն չի թաքցնում։ Շնորհակալ եմ։ Ինձ որևէ տեղեկություն Արայիկ Հարությունյանի հետ կապված չի զեկուցվել։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանին, մենք հարգանքով ենք վերաբերվում ՄԻՊ ինստիտուտին եւ կարծում եմ իրավապահ մարմինները կծանոթանան եւ իրենց արձագանքը եւ կձևավորեն եւ իրենց դիրքորոշումները կարտահայտեն։ Մի հատ էլ հարց կար, չէ՞։ Դե ասեցի արդեն։ Գիտեք ինչ, 2008 թվականի հետ կապված այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն կան վճիռներ եւ պետք է առաջնորդվել այդ տրամաբանությամբ։ Ես ասացի, որ ինձ տեղեկություններ չեն զեկուցվել, ինչը երկրորդ մասի հետ կապ չունի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Յորոմեծ։